Այսօր մայիսի 8-ն է, վաղը մայիսի 9-ն է, հաղթանակի օրը կամ ինչպես ընդունված է նախկին խորհրդային միության մի մասում միայն հաղթանակի օրը։ Ժամանակին ոչ վաղ անցյալում, ընդամենը 5 տարի առաջ հայերը սա կոչում էին եռատոն, նկատի ունենալով նաև մայիսի 9-ի Շուշիի ազատագրումը, բայց իհարկե ամեն բան փոխվել է։ Ընդհանրապես հաղթանակի օրը մայիսի 9-ը չի կարող լինել, որովհետև իսկական հաղթանակի օրը նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակի օրը, ընդ որում դա նացիստական Գերմանիայի, ոչ թե ֆաշիստական Գերմանիա, ֆաշիզմը Իտալիայում էր, այո, Գերմանիայում նույնպես ֆաշիզմ էր, բայց հիմնականը ոչ թե ֆաշիզմն է այստեղ, այլ նացիզմը։ Եվ նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը տոնվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, բացի իհարկե ոչ քաղաքակիրթ մասերից, որտեղ տոնվում է 9-ում, ամսի 9-ին, ամսի 8-ին։ Ինչու, որովհետև Գերմանիան պաշտոնապես կապիտուլացվեց եւ կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց մայիսի 7-ին 1945 թվականի եւ այս մասին խորհրդային միության տարածքում չեն ասում, բացարձակ մեծամասնությունը չգիտի։ Ստորագրողը գեներալ նացիստական գեներալ Հիտլերի գեներալ Ալֆրեդ Յոդելն էր, որը ֆրանսիական Ռեյմս քաղաքում անվերապահ կապիտուլյացիայի հայտարարություն կամ հռչակագիր ստորագրեց եւ ստորագրեց դա գերմանական բարձր հրամանատարության առումից, այսինքն գլխավոր շտաբի անունից։ Պետք է հանձնումը կամ կապիտուլյացիան ուժի մեջ մտներ մայիսի 8-ին ժամը երեկոյան 11:01 րոպեին, հենց 11:01 րոպեին մայիսի 8-ին 1945 թվականին։ Եվ մտավ ուժի մեջ մայիսի 8-ին, բայց Ստալինը ցանկանում էր անպայման իր պայմաններով ամեն բան առաջ տանել եւ ինչպես տեղի էր ունեցել Ռայխստագի գրավման ժամանակ, երբ մի անգամ բարձրացրել էին կարմիր դրոշը Ռայխստագի վրա, հետո հանել, հետո նորից էին դրոշներ տեղադրել, արդեն բեմականացված ձևով եւ այդ դրոշի պատկերը եւ տեղադրողներն են հիմա հայտնի խորհրդային նախկին կամ գուցե նաև ներկա մարդկանց։ Նույն կերպ ըստ էության հաղթանակի օրը, որ խորհրդային միության հաղթանակի օրը չէր, այլ դաշնակիցների հաղթանակի օրն էր, նենգափոխվեց։ Եվ Ստալինը ընդդիմանում էր, որպեսզի կապիտուլյացիան տեղի ունենա դաշնակիցների ծիրում կամ ներկայության ծիրում եւ պնդեց, որպեսզի եւս մեկ անգամ արդեն Բերլինում մայիսի 8-ի երեկոյան եւս մեկ անգամ ստորագրվի կապիտուլյացիայի հայտարարությունը։ Եվ ստորագրվեց մայիսի 8-ին Բերլինում, ինչպես պնդում էր Ստալինը, որովհետև դաշնակիցները, մասնավորապես Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան չցանկացան անտագոնիզմի մեջ մտնել, այսինքն հակասության մեջ մտնել իրենց այդ պայդրությամբ դաշնակից խորհրդային միության հետ եւ համաձայնեցին ընդառաջել։ Եվ այդ պայմանագիրը մտավ ուժի մեջ, բայց քանի որ արդեն խորհրդային միությունում մայիսի 9-ն էր, Ստալինը հայտարարեց եւ խորհրդային միությունը սկսեց տոնել սեփական ստանդարտով, այսինքն մայիսի 9-ին։ Ամբողջ արևմտյան աշխարհը եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը, իսկ հայերենական մեծ պատերազմ գոյություն չունի, դա նույնպես սովետական կեղծ տերմին է, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը եւ դաշնակիցների հաղթանակը նացիստական Գերմանիայի դեմ տոնում է այսօր մայիսի 8-ին եւ սա է հաղթանակի օրը։ Մայիսի 9-ին նաեւ մեկ այլ կեղծիք տեղի ունեցավ, իհարկե տեղի ունեցավ հաղթանակի շքերթը, բայց արդեն երկար տարիներ Ստալինը հետո հրաժարվեց հաղթանակի շքերթները անելուց, դրանից հետո շատ տարիներ հետո միայն շքերթների ավանդույթը, որ կրկին դարձյալ զուտ սովետական երևույթ է, որովհետև շքերթը արվում է մեկ անգամ հաղթանակի շքերթ, օրինակ այդպիսի շքերթ մենք տեսանք Ադրբեջանը Հայաստանին ջախջախելուց հետո անցկացրեց Շուշիում, Ստեփանակերտում եւ դա հենց այն հաղթանակի շքերթն է, որ հաղթողները արել են եւ սա մի ավանդույթ է, որ գալիս է դեռևս հին Հռոմից։ Սա շատ կարևոր է, որպեսզի իմանանք եւ
Նաև պիտի հասկանանք, որ այս կեղծիքների դեմ պայքարել է պետք։ Եվ եւս մի կեղծիք, այս հաղթանակը հայ ժողովրդի հաղթանակը չէ նաև, որովհետև հայ ժողովուրդը երկրորդ համաշխարհային պատերազմում ըստ էության պարտվել է ցավալիորեն։ Պարտվել է, որովհետև քանակական հարաբերակցության առումով ամենամեծականակ զոհերն է տվել համեմատ իր բնակչության, եւ դա նույնպես եղել է սովետական բոլշևիկյան քաղաքականություն ընդդեմ հայ ժողովրդի։ Դա հայ ժողովրդի պատերազմը չէր, իհարկե հայ ժողովուրդը կարող էր եւ թերևս պարտավոր էր պայքարել եւ պատերազմել դաշնակիցների հետ միասին ընդդեմ նացիստական եւ ֆաշիստական կոալիցիայի, բայց պետք է դա տեղի ունենար որպես անկախ պետություն, ոչ թե որպես օկուպացված պետություն, բռնակցված սովետական խորհրդային Ռուսաստանի եւ ահռելի քանակությամբ զոհեր։ Եվ մյուս հանգամանքը մայիսի 9-ի հետ կապված դա այն ողբերգությունն է, որ մայիսի 9-ը Հայաստանում թերևս այլևս չպետք է ընդհանրապես նշվի, պետք է մայիսի 8-ը նշվի որպես երկրորդ համաշխարհային հաղթանակի օր, դաշնակիցների հաղթանակի օր, որում հայ ժողովուրդը, այո, իր մեծ ներդրումն է ունեցել, բայց պետք է մայիսի 9-ը ընդհանրապես չնշվի, որովհետև մայիսի 9-ը խայտառակության օր է։ Դա այն օրն է, որը նշանավորում է հայկական հաղթանակի ճակատամարտում, ոչ թե պատերազմում, արցախյան ճակատամարտում հաղթանակի լիակատար մսխումը, լիակատար ոչնչացումը եւ լիակատար զրոյացումը։ Դա ամոթի օր է այլևս եւ ընդհանրապես չպետք է նշվի այլևս։ Մինչեւ պատմությունը հուսանք, որ տասնամյակներ կամ հարյուրամյակ հետո ամեն բան դարձյալ իր արդար տեղը կգցի, որին ես ցավալիորեն այնուամենայնիվ այլևս չեմ հավատում։ Ուրեմն հաղթանակի օրը այսօր է, այդ թվում եւ հայ ժողովրդի հսկական զոհերի գնով ձեռք բերված հաղթանակի, եւ դա մի հաղթանակ է, որում առանց դաշնակիցների խորհրդային միությունը եւ մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի խորհրդային միությունը որևէ պարագայում չէր կարողանա ընդհանրապես հաղթանակ ունենալ եւ հաղթանակ տեղի չէր ունենա ընդդեմ նացիզմի եւ նաեւ զուգահեռաբար ֆաշիզմի։